Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ասում է նախագահի թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանը։ Նրա խոսքով ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկության դեպքում կարող է շարունակել փախստականների վերադարձին, անվտանգության երաշխիքներին եւ սահմանների ճշգրտմանն առնչվող աշխատանքները։ Անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքականները Արցախի ճանաչումից հետո կարողանան նաեւ վերադառնալ իրենց հայրենի տունը համապատասխան հատուցմամբ։ Ամեն ինչ պետք է լինի փոխադարձ եւ Արցախի ճանաչումից եւ տարածքային ամբողջականության ապահովումից հետո։ Ռաֆի Հովհաննիսյանը չի կիսում իր ընդդիմախոսների այն տեսակետը, թե Արցախի անկախության ճանաչմամբ բանակցությունները փակուղի կմտցնենք։ Եթե 20 տարի առաջ այդ ընդդիմախոսները կարող էին ինձ հետ բանավեճի մեջ մտնել, արդյոք արժի թե չէ, դիվանագիտական բանակցային գործընթացը կխաթարվի, արդեն 20 տարի անց որևէ փաստարկ չկա, որտեղ ակնհայտ է, որ ճանաչումն անգամ բادرազմ չի խթանելու, եթե Ադրբեջանը ինքը անկախ ճանաչումից չզգա առավելություն։ Եթե հենց հիմա Ադրբեջանը ռազմավարական առավելություն զգար, ինքը հենց հիմա կփորձեր ռազմական ուղով ոչնչացնել Արցախը։ Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից ըստ Ժառանգության ղեկավարի սկզբում կարող է լարվածություն ստեղծել, բայց որոշ ժամանակ անց այլ երկրներ եւս կարող են ճանաչել Արցախի անկախությունը։ Հրայր Մանուկյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։